Սիրելի երևանցիներ, իմ թաղեցիներ, բոլորս գիտենք, Երևանին դա Երևանի ծննդատունն է, իսկ ծննդատունը ինքնին նոր կյանքի սկիզբն է։ Թերևս նաև այս էր պատճառը, որ դեռ Խորհրդային միության ժամանակահատվածում առաջին հայրենադարձության ալիքները հենց ընդունեց Երևանին։ Այստեղ ավագ սերնդի իմ ընկերները, իմ հոր ընկերները կհիշեն մեր աղբարական թաղամասերը, որոնք հետագայում դարձան նաև Արցախյան, Ղարաբաղյան շարժման հող ուզողների, այսպես առաջին բջիջները Երևանում։ Երևանին նաև գրկաբաց ընդունեց մեր արցախցի քույրերին ու եղբայրներին։ Հունիսի 7-ի ընտրությունը պատահական ընտրություն չէ։ Մենք չենք ընտրում որևէ համայնքային խնդիր լուծելու կամ մեր կենսաբանական գոյությունը քարշ տալու մասին որևէ իշխանություն։ Մենք ընտրում ենք արդյոք Երևանին հաջորդիվ ընդունելու է Սյունեցուն, Վարդենիսցուն, Տավուշցուն, թե ինքն էլ է դառնալու գաղթական։ Ես վստահ եմ, որ երևանցին անելու է ճիշտ ընտրություն, որովհետև ես այստեղ ծնվել եմ, ես ձեզանից շատերին ճանաչում եմ, ես գիտեմ, որ Երևանին միևնույնն է վերջին պահին գիտակցումով է մոտենալու և ընտրելու է Հայաստան դաշինքին։ Սիրելի երևանցիներ, ես ձեր բոլորի բակերում գրեթե կռիվ եմ արել, ծեծել ու ծեծվել, բարիշել, ներել ու ներվել։ Մի պահ պատկերացրեք մեր մանկության կամ պատանեկության կռիվներից մեկի ժամանակ, երբ որևէ ավագ եղբոր դիմելու լինեինք։ Նիկոլ Փաշինյանին կդիմեիք, թե Ռոբերտ Քոչարյանին։ Եթե որևէ կոնֆլիկտ լուծելու համար բարիշացնող պետք լիներ, Նիկոլ Փաշինյանը կբարիշացներ, թե Ռոբերտ Քոչարյանը։ Եվ ուրեմն հունիսի 7-ին, 17-ին, քանի որ խոսեցինք բարիշացնելուց, Երևանին նաև ունիկալ համայնք է, որտեղ գործում է երկու քրեակատարողական հիմնարկ, այլևս չկա այդպիսի համայնք, Վարդաշեն և Նուբարաշեն քրեակատարողական համայնքները։ Ես ուզում եմ, չնայած այստեղ բոլորդ գիտեք, բայց այդ տղերքը, ովքեր ընդեղ նստած են, նրանցից շատերը իրենց խղճի, մտքի, համոզմունքի, քաղաքական հայացքի համար։ Պետք է գիտակցեն, որ այս թիմի իշխանության գալու պարագայում մեծ համաներում է լինելու քրեական գործերից շատերով։ Համաներում է լինելու նաև վարչական ակտերի մասով, վարորդական իրավունքների մասով, որովհետև այս իշխանությունները հալածել են միայն նրանց, ում վրա թուրը կտրել է կամ ում կողմից ընդդիմադիր խոսք են լսել։ Պետք է այս շղթան ընդհատվի և այս շղթան ընդհատող առաջնորդը այստեղ է այսօր ձեր առաջ և պատրաստակամություն է հայտնում կրկին անգամ ստանձնելու երկրի առաջնորդությունը։ Սակայն ես արդար չէի լինի, որ այստեղ խոսային միայն Հայաստան դաշինքի անունից։ Ես հիմա պետք է նաև որպես երևանցի խոսեմ։ Եվ խնդրանքս, պարոն նախագահ, ձեզ է։ Վստահ լինելով, որ հաջորդ իշխանությունը ձևավորվելու է ձեր գլխավորությամբ, մեր ձախ կողմում գտնվում է կիսակառույց եկեղեցի։ Երևանին Երևանի միակ համայնքն է, որտեղ չկա գործող եկեղեցի։ Մեր բոլորի խնդրանքն է եկեղեցին հասցնել ավարտին։